Բանակցությունների հույսը միշտ է լինում է եւ սովորաբար փորձում են խնդիրները լուծել բանակցային process-ների միջոցով, բայց այս պայմանությամբ որքանով որ մենք կարող ենք ընկալել Միացյալ Նահանգներից եկող մեսեջներով, նաեւ իրանական որոշ հայտարարություններով տեսնում ենք, որ կարծես թե հնարավորություն դեռևս չկա մոտեցնելու դիրքորոշումները, այսինքն բանակցությունները դեռևս ոչ մի տեղ չեն տանում եւ բնական է որ երկար ձգվել չեն կարող, մանավանդ եթե հաշվի առնենք ամերիկյան կուտակումները, ռազմական կուտակումները Պարսից ծոցում եւ Իրանի սահմանակից երկրներում։ Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ ռազմական գործողությունները կարող են սկսել, ես 50%-ից ավելի հավանականություն եմ տալիս ռազմական գործողությունները սկսելուն եւ եթե դրանք սկսեն, ապա դրանք իհարկե երկարաժամկետ չեն լինելու, դրանք լինելու են կարճաժամկետ, ոչ թե կարծում եմ, որ դա լինելու ոչ թե պատերազմ, այլ լինելու ինչ-որ գործողություններ, որոնց արդյունքում Միացյալ Նահանգները փորձել են ինչ-որ հատուկ թիրախային հարվածներ հասցնել Իրանին։ Չեմ կարծում ցամաքային գործողություն լինի, որովհետև դրա համար լայնածավալ հենց զինված ուժերի, զինվորականների տեղակայում է անհրաժեշտ, իսկ նման տեղակայում չկա, հիմա խոսքը գնում է կարծես միայն օդային հարվածների մասին։ Եվ նման սցենար եթե լիներ, ապա շատ վաղուց անց Միացյալ Նահանգների զինված ուժերը պետք է տեղակայված լինեին ցամաքային օպերացիայի համար Միացյալ Նահանգների ռազմաբազաներում, որոնք գտնվում են Իրանի հարևան մի շարք պետություններում կամ տարածաշրջանում։ Այս պայմանությամբ կարծես նման կուտակումներ չկան։ Եվ պարոն Սարգսյան, ըստ էության Ամերիկայի նպատակը դա Իրանի ռեժիմի փոփոխությունն է նաև հնարավոր։ Նախ նման տարբերակ հնարավոր է Խամենեի պաշտոնանկության մասով, խոսվում է նաև Խամենեին եւ նրա որդու սպանության մասին, աքսիոսներ ասում, հղում անելով իր աղբյուրներին, ընդհանուր առմամբ մասնատված Իրանը, եթե նման հնարավոր սցենար լինի, ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա, մեր հարավային Կովկասի վրա։ Իհարկե լրջագույն ազդեցություն կունենա, եթե մասնատվի, որովհետև սա այլ պետություն կլինի, կամ այլ պետություններ կլինեն, կամ այլ միավորներ կլինեն։ Տեսեք թեկուզ ինչ էր կատարվում Սիրիայում, տեսեք ինչ էր կատարվում Իրաքում, ամերիկյան նաև ներգրավվածությունից հետո, ներխուժումից հետո, այսինքն այս բոլոր սցենարները հնարավոր են ամենաբարդից մինչև քիչ բարդ սցենարներ հնարավոր են։ Դժվար է ասել, թե որն է Միացյալ Նահանգների օրակարգը, այսինքն ինչ են Միացյալ Նահանգները վերջի ուզում տեսնել Իրանում միայն իշխանության փոփոխություն, թե նաև Իրանի, այսպես ասենք, միջուկային կամ ոչ միջուկային հեռահարթիրների ապամոնտաժը եւ այլն, այսինքն այս էլ է շատ կարեւոր հասկանալ, թե իրական թիրախը եւ վերջնական թիրախը որը թե միգուցե երկու թիրախներն էլ իրականում կան օրակարգում Միացյալ Նահանգների, սա նույնպես կարեւոր է հասկանալ, բայց ես կարծում եմ Թրամփը առաջիկան օրերին զուտ ներքաղաքական հաշվարկներ է նաև անում, որտեղ վերջի իր համար չափազանց կարևոր շրջան է, եթե անհաջողությամբ այս օպերացիան ավարտվի, սա մի պատմություն է, եթե հաջողությամբ ավարտվի, սա ուրիշ պատմություն է, բայց եթե անհաջողություններ լինեն եւ Միացյալ Նահանգների ինչ-որ ռազմաօդային ուժեր կորցնեն, չգիտեմ, նավեր կորցնեն կամ զինվորականներ կորցնեն, շատ լուրջ հարված է լինելու Թրամփին մանավանդ ընտրություններից առաջ եւ այն իմպիչմենտի օրակարգը, որը որ այս պահի դրությամբ Միացյալ Նահանգների կոնգրեսում կա, դա բերվելու է առաջ, քաշվելու է առաջ եւ դեմոկրատներին ես չեմ բացառում, որ նաև անցյալ անգամվա նման միանան որոշ հանրապետականներ եւ process-ը սկսեն էփել, իսկ եթե ընտրություններում Թրամփը պարտվի, ապա այդ impeachment-ը առավել քան ակտուալ է դառնում եւ շատ բարդ իրավիճակում է նա հայտնվել։ Դրա համար ներքաղաքական այս գործոնները նաև պետք է հաշվի առնի Թրամփը գործողություն իրականացնելուց առաջ կամ վստահ լինի, որ դրանք նեգատիվ էֆեկտ չեն ունենալու ընտրություններից առաջ իր եւ իր քաղաքական կուսակցության համար։